Մի քիչ էսենս կգա որ Առաջ եկեք դուք։ մի քիչ բացվեք հա ես որ ինձ ավելի ազատ կա Պարոն Սարգսյան, ինչու վարչության մեջ 3 հոգի ընդամենը կողմ քվեարկեց, որպեսզի դուք ընդգրկվեք պատգամավորական ցուցակում, որ բարեվարկությանը չեք համապատասխանում, ինչ խնդիր կա։ Դուք չգիտեմ ինչին կամ ում եք հղում տալիս, ես որպեսզի բամբասանքներին չանդրադառնամ, ասեմ թե ինչ է տեղի ունենում հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության գալուց հետո առաջի անգամ պատրաստվում է հերթական ազգային ժողովի ընտրություններին, հիշում եք, որ 21 թվականին ունեցել ենք արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականից հետո, երբ հապճեպ կազմվել է ցուցակ եւ ցուցակը կազմվել է վարչության որոշմամբ, այսինքն վարչությունն է որոշել, թե ով պետք է լինի ցուցակում եւ ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, երբ մենք հապճեպ չենք որոշելու ցուցակը եւ կուսակցությունը իրեմս վարչության նախագահի տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-ից 30-ը եւ վարչությունը պետք է հաստատի թեկնածուների առաջադրվելը դեկտեմբերի 1-ից 31 ընկած ժամանակահատվածում, որից հետո հաստատված ցուցակը արդեն կդնի քվեարկության ամբողջ կուսակցության մեջ համագումարում, որտեղ 1000-ից ավել կուսակցականներ կքվեարկեն եւ որ թեկնածուն որ շատ ձայն հավաքի կզբաղեցնի առաջի համարը նրանից պակաս է երկրորդ եւ այդպես կձևավորվի քանի հոգի կմասնակցի մոտ 300 կամ 380 հոգի հայտ են ներկայացրել այս պահին մոտավորապես կարծում ենք որ 300-ից 350 հոգի կլինի թեկնածու եւ պատվիրակները այսինքն ամբողջ կուսակցության պատվիրակները 1100 մոտավորապես թվով կորոշեն թե ով որ համարը պետք է լինի Նաև այս փուլում վարչությունը տեսեք մամուլում պատվերով ըստ իս պատվերով իբրև սլիվ, բայց դա պատվեր էր բացահայտ հրապարակում, որը նաև տարածվեց այլ լրատվական կայքերով, ես սրա մասին նաև կուսակցությունում բարձրացրել, իրականությունը եղել է հետևյալը, որ կուսակցությունը ինչ հրավիրել է ոնց որ մյուս թեկնածուներին եւ կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա այս պահին ես ունեմ երկու հրապարակին հեսա կանդրադառնամ ձեզ, չէ, ոչ միայն այս պատվերին, ես բոլոր պատվերներին կանդրադառնամ, ես հիմա չեմ ուզում բանավեճի մտնեմ, ձեզ կանդրադառնամ։ Հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում Եվ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ մեր կուսակցության կամարադրության բոլորդ գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ, խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարագից ընկեր Նիկոլ Փաշինյանի նաև համար կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետև ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թվականից, երբ 14 տարեկան էի, 2007 թվականի իմպիչմենտի դաշինքի բոլոր երթերին եւ հավաքներին եմ մասնակցել, հետո միասին մեր պայքարը շարունակել ենք 2008 թվականին արդեն հայ ազգային կոնգրեսի շրջանակներում 2014 թվականից եղել եմ քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման անդամ միասին աշխատել ենք եւ գրել ենք առաջին կանոնադրությունը եղել եմ աշխատանքային խմբում երբ մենք ձևավորում ենք կուսակցության առաջին կանոնադրությունը 2015 թվականին եղել եմ քաղաքացիական պայմանագիր կներեք ավարտեմ ձեր հարցին պատասխանեմ Ես 2015 թվականին եղել եմ կուսակցության հիմնադիր անդամ, դրանից հետո 2017 թվականին մասնակցել եմ թե խորհրդարանական, թե հետագայում նաև Երևանի ավականու ընտրություններին, եղել եմ Նիկոլ Փաշինյանի շտաբում, մշտապես նրա կողքին ու ինձ միշտ մշտապես առաջ է մղել այն գաղափարը, որ մենք պետք է պայքարենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար, երկրում հավասարություն եւ իրավահավասարություն եւ արդարություն հաստատելու համար։ Հիմա եկել եմ
Հիմա որ միասին խոսում եք, ես չեմ կարող ելույթ ունենալ։ Կլինի ես խոսամ, ձեր հարցին պատասխանեմ, որովհետև ձեր հարցերի պատասխանները ես հիմա կարող եմ հնչեցնել կամ կարող եմ ասել բաներ, որից հետո նոր հարցեր ծնվեն։ Հիմա ես զբաղվել եմ օրենսդրական գործունեությամբ վերջին 6 տարիների ընթացքում։ Հիմա պետք է ըստ իս, նաև ըստ վարչության որոշման, կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Ես ցանկանում եմ, որպեսզի վարչությունը ինձ հնարավորություն տա, որպեսզի ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը կենտրոնական ցուցակում, այլ ես հնարավորություն ունենամ ներկայացվելու կուսակցության անդամներին եւ կուսակցության անդամները որոշեն։ Ես կլինեմ անցողիկ տեղում, օրինակ միջև 50-ը կամ 70-ը, թե կլինեմ օրինակ 350-րդ համարը եւ ուղղակի չեմ լինի ազգային ժողովում։ Ես ոչ թե ցանկանում եմ ունենալ անցողիկ տեղ, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն։ Եվ արդեն իմ գործունեությունը վերլուծելով մեր կուսակցականները կորոշեն։ Այս պահին վարչությունն է մերժել, որը ես կընտրեմ, այսինքն վարչության որոշումից ավելի։ Ես վստահ եմ, որ եթե համագումարը ընտրի, ես կունենամ անցողիկ տեղ եւ կլինեմ առաջի առնվազն 50 համարների մեջ։ Բարեվարկությանը չէիք համապատասխանում, պարոն Սարգսյան։ Չի քննարկվել նման հարց։ Ասում եմ, որ իրական Ղեկավարությունը թե վարչությունն է, այսինքն վարչությունը։ Ես արդեն պատասխանեցի, որ ես իրացնելու եմ շարքայինները պիտի թե Ես իրացնելու եմ, ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի եւ նաեւ ունենալ առաջադրվելու իրավունք, նաեւ կարծում եմ, որ առաջիկայում այսօր կամ վաղը կամ մոտորերս վարչությունը ինձ կհրավիրի, որպեսզի քննի իմ բողոքը եւ բավարարի բողոքս կամ մերժի։ Դուք հասկացել եք պատճառը, ինչու Ասեմ։ Ունեմ այդ հարցի պատասխանը։ Ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անուններ տալ, ովքեր այս պահին որ ձեր գործընկերներին ասել եք, որ բուկմեկերական Ձեզ որ դեծ է տեղեկատվությունը, հիմա դա այդ նույն մարդն ասել ում պատվերով գրել եք հոդվածը։ Դուք կարգի ձեզ հրավիրեք, դուք ինչ է նշանակում, այսինքն դուք ինչի հետ կապված եք ինձ հաստատ, ինչ է իրականությունը, ասեք ով է, տեսեք, արգելվում է փակ նիստից արտահոս կապահովել, ուր մնաց նաև պատվեր տալ, բայց դա արտահոս չի, դա պատվեր է, որի հետևից կգնանք։ Հիմա անդրադառնանք մյուս հարցին, հիմա հաջորդ հարցին անդրադառնամ։ Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով եւ որոշ առաջարկներ եմ արել կառավարությանը, 10 առաջարկներ եմ արել, որոնք ընդունվել են եւ նաեւ 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը նաեւ որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետեւյալում։ Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել եւ Սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն, խոսքը վերաբերվում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն։ Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում, քննարկումներից մեկի արդյունքում, որը տևել է 2 ժամ, ես երկար ելույթ եմ ունեցել եւ բերել եմ բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է մենք բարձրացնենք բուկմեկերական ընկերությունների հարկերը, որոնք վերջում ձևակերպեցինք կրկնակի турքի տեսքով, օրենքի նախագիծը ընդունվեց։ Այս պայդրությամբ ապրիլից մինչև այս պահը 10 միլիարդ, շուրջ 10 միլիարդ ավել գումար է մուտքագրվել պետական բյուջե, ասեմ, այո, հենց այդ նախագիծը, այո։ Ենթադրենք մի վարչության անդամ, բայց մյուսները Հիմա թույլ կտակ շարունակեմ։ Հիմա ըստ այս նախագծի տրամաբանությամբ 1 տարվա ընթացքում 13 միլիարդ դրամ կամ մոտավորապես 33 միլիոն դոլար, կներեք, ավել գումար է մուտքագրվելու պետական բյուջե։